Բագրատաշենի սահմանային անցակետում այսօր ապրիլի 17-ին իրավիճակը թեև վերահսկելի, բայց մի քանի ժամով լարված էր։ Այստեղ լայնածավալ հատուկ ուսումնավարժություն էր անցկացվում։ Ըստ սցենարի Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում հրդեհ էր բռնկվել։ Օրվա պատասխանատուն անմիջապես կապ հաստատեց ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 ծառայության հետ, զուգահեռաբար կազմակերպելով շենքի աշխատակիցների և անցակետում գտնվող քաղաքացիների արագ ու կազմակերպված տարհանումը։ Տարհանվածները տեղափոխվեցին նախապես սահմանազատված անվտանգ գոտի, որտեղ արդեն ձևավորվել էր առաջին օգնության կետը։ Այստեղ բուժաշխատողները օգնություն էին ցուցաբերում վնասվածքներ ստացած անձանց։ Ուսումնավարժությունն անցկացվում էր միաժամանակ 3 տեղամասերում, ապահովելով բազմաշերտ արձագանքման համակարգի գործարկումը։ Կարևոր դերակատարում ունեցան Տավուշի մարզային փրկարարական վարչության ճառագայթային, կենսաբանական և քիմիական արձագանքման մասնագետները, որոնք պնևմատիկ բարձիկների կիրառմամբ կարճ ժամանակում դադարեցրին ամոնիակի արտահոսքը, կանխելով հնարավոր վտանգը։ Միաժամանակ հրդեհի մարման աշխատանքներին միացան նաև նոյեմբերյանի Հրշեջ փրկարարական ջոկատի 2 մարտական հաշվարկները։ Դեպքի վայր ժամանելուց հետո նրանք իրականացրին անհրաժեշտ բացազատում և սկսեցին հրդեհաշիժման ինտենսիվ աշխատանքները։ Կարճ ժամանակ անց հրդեհը մեկուսացվեց, ապա ամբողջությամբ մարվեց։ Գործողությունների ընթացքի մասին պարբերաբար հաղորդումներ էին փոխանցվում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն։ Վարժանքի ավարտին ուսումնավարժության ղեկավարը բարձր գնահատեց համակարգված աշխատանքը, ընդգծելով, որ նման միջոցառումները նախ ստուգում են ծառայությունների պատրաստվածությունը, ապա նաև նպաստում են տարբեր կառույցների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը։ Նշված միջոցառումը նախատեսված էր փրկարարծառայության 2026 թվականի միջոցառումների պլանով և նախատեսվել էր անցկացնել Բագրատաշենի անցակետը, քանի որ 25 թվականին ունեցել էինք հրդեհի դեպք։ Ամփոփելով վարժանքի արդյունքները, փրկարարծառայության ղեկավարությունը գնահատվեց դրական։ Նշված միջոցառումը փրկարարծառայության ստորաբաժանումներից մասնակցում էր միայն Տավուշի փրկարարական վարչությունը, որը իր առջև դրած խնդիրները կատարեց լավ։ Նշված միջոցառումները շարունակական են հանրապետության բոլոր մարզերում և տարբեր գերատեսչությունների հետ, որպեսզի կատարելագործեն մեր փոխգործողությունները։ Բագրատաշենում անցկացված ուսումնավարժությանը ներգրաված էին ՆԳՆ փրկարարծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչությունը, ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը, պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները, Պտղավանի կամավորական փրկարարական ջոկատը, պարեկային ծառայությունը, նոյեմբերյանի բժշկական կենտրոնն ու վթարաբերականգնողական ուժերը։ Արտակարգ իրավիճակներում արագ արձագանքն ու համակարգված աշխատանքը կարող են որոշիչ լինել մարդկային կյանքեր փրկելու գործում։